Պարոն Ստեփանյան, ուզում եմ ներկայացնել, թե այսօր ինչու էպես իրավիճակը լարվեց քաղաքապետարանում, հա, Ավագանիում, եւ ի վերջո քաղաքապետը ասում էր, որ այն թանկացումները վերաբերվում են նրանք, որոնք արդեն հանրությունը գիտի, հա, այսինքն նոր ինչ-որ բան չկա, դուք էլ երեկվանից նշում եք, որ այսօրվա նիստում թանկացումների հարցեր են քննարկվում, փոքր մանրամասն։ 9%-անոց փոքրամասնության քաղաքապետը նորից ստում է, նորից թանկացումներ են բերել 26 թվականի համար երևանցիների գլխին բարձելու համար, ներողություն բառից համար, տեղական տուրքեր, վճարներ, գույքահարկ, աղբահանություն, կարմիր գծեր, տրանսպորտ, բոլոր թանկացումները նորից կյանքի են կոչվում, ում շնորհիվ փոքրիկ խմբակ ՔՊ-ի, Հանրապետություն քույր կուսակցության եւ հանրային ձայնի շնորհիվ, ինչպես եւ Տիգրան Ավինյանը փոքրամասնության կողմից 9% ձայն ստանալու պարագայում մի կերպես 3 խմբակցության միավորման արդյունքում դարձրեցին քաղաքապետ, հիմա նույն թանկացումները, նույն այս Հանրապետություն, հանրային ձայնի շնորհիվ կյանքի կոչվեց։ Նոր թանկացումներ կան։ Նոր թանկացումները հենց առաջին հերթին դատարանը Արաչիատյան վերաքննիչ ճանաչել է ոչ իրավաչափ ապօրինի կարմիր գծերի թանկացում, այս մարդիկ դեմ են գնում դատարանին, նորից 26 թվականի համար ընդունում են, որ մենք նորից մտնենք դատարան, ելի այսպես ձգձգվի։ Հիմա իրանք գնում են ոչ թե դեմ Մայր Հայաստան խմբակցության ամբողջ Երևանին ու դատարանի որոշումը չեն կատարում։ Բացի այդ տրանսպորտը ոչ բարեփոխված տրանսպորտը տեսնում ենք ինչ է կատարում։ Նորից այդ նույն թանկացումը ընդունում ենք 26 թվականի համար։ Այս մարդիկ մուռ են հանում երևանցիներից, ուրիշ բան չկա։ Այս փոքրիկ խմբակը, այս Հանրապետություն, այս ՔՊ եւ հանրային ձայնի են մի քանի հոգին, իրենք ուղղակի մուռ են հանում երևանցիներից։ Ստեղ ուրիշ բան չկա։ Մարդիկ մասնակցում են, իրենց ասեցինք՝ մի մասնակցեք քվեարկությանը, ինչպես Մայր Հայաստան եւ ազգային առաջընթացը, դուք էլ մի այդ կնոպկեն սխմեք ու վերջ չի անցնելու թանկացումները, երևանցիները գոհ շնորհակալ են, նորից դեմ գնացին, դե իրենց մեջ երևի, չգիտեմ, էլի այս օդում կախված լուրեր առուծաղ կա, էլի հիմա Հայաստանի Հանրապետությունում օդում կախված լուրեր կան, էլի մարդկանց շատ հեշտ առնում ծախում են, էլի մարդիկ փողի համար ամեն ինչի պատրաստ են, էլի հենց այս մարդիկ են, էլի որ Երևանը կառավարում են սրանց շնորհիվ, որտեղ իրանք փոքրամասնություն են չեն կարողանում ինչ-ինչ մութ հարցեր են լուծում իրար հետ, գալիս են ապահովում են քվեարկություն ու քվորում, որ կարողանան թանկացումները կյանքի կոչեն։ Պարոն Ստեփանյան, նաև քիչ առաջ Տիգրան Ավինյանն ասում էր, որ ընդդիմադիրներին դիմելով ասում էր, ձեր օրակարգը սնանկ է, այլևս չունեք ասելիք, հա, հանրությանը դրա համար այսպես ամեն անգամ ինչ որ նոր աղմուկ եք բարձրացնում։ Տիգրան Ավինյանը թող մի հատ հասկանանք որտեղ է նստած, 850,000 ընտրողից 70,000 ձայն չի ստացել։ Թող Տիգրան Ավինյանը հիշի, որ ինքը դոգի պահած քաղաքապետն է, դոգի նշանակած քաղաքապետն է, իր շնորհիվ է անցել, հանրային ձայնի շնորհիվ է դարել քաղաքապետ։ Ու հանրային ձայնի շնորհիվ թանկացումները կյանքի կոչվեց։ Նույն բոլորի Հանրապետություն կուսակցություն, ովքեր որ ապահովում են քվորումը, նրանք կյանքի են կոչվում թանկացումները։ Իսկ Տիգրան Ավինյանը թե մենք ինչ օրակարգ ունենք, Տիգրան Ավինյանի օրակարգը սպասարկել թանկացումները, բոլոր երևանցիների գլխին բարթել թանկացումներ, դարձնել տուգանքի մատերիալ եւ վերջում իր չինովնիկներին, աշխատողներին ուղարկել մայրաթոր, որ գրոհեն եկեղեցու դեմ։ Կապված էզում հարցը տեղեկություն կա, որ հնարավոր ամսի 28-ին արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնան մայրաթոր, ինչ կսպասվի։ Ում գլխավորությամբ ուզում են գնալ, թե շատ են ուզում, թե Փաշազադեի գլխավորությամբ գնան մայր տաճար։ Ամեն բան հնարավոր է, իրանցից ամեն բան սպասեք։ Մենք տեսանք Երևան քաղաքապետարանի աշխատողները աշխատանքային ժամին, չինովնիկները ոնց էին գնացել, ում շնորհիվ Տիգրան Ավինյանը, ով էր ուղարկել Տիգրան Ավինյանը։ Բոլորի դեմքերը հիմա պարզ ցույց ենք տալու։